Հայկական մյուսլիները իրականության մեջ նորույթ են թվում, չնայած որ իրենք շատ երկար ժամանակահատվածի պատմություն ունեն։ Ինչու հենց մյուսլի։ Առողջ սննդի ոլորտում հնարավոր էր արտադրել չորահացեր, գրանոլա եւ այլ տեսակի պրոդուկտներ։ Հայկական չորատեսակը մեր առաջի պրոդուկտներն էր, որը որ հասկանում ենք, որ մենք արդեն ունենք այնպիսի պրոդուկտ հայկական իրականության մեջ, որը որ բաղկացուցիչ կարևոր մասն է կազմում մյուսլի։ Մեր համար կարևոր է որտեղից ենք ձեռք բերում, ինչ պայմաններում են դա, որովհետեւ ուղիղ կապ ունի մեր արտադրության որակը մատակարարող ընկերության արտադրման process-ի հետ։ Ողջույն Մագդա։ Ողջույն Գոհար, շնորհակալություն, որ այցելեցիք մեզ։ Մենք ենք շնորհակալ, մենք ծանոթ ենք արդեն 3 տարուց ավել եւ մեծ ցանկություն ունեինք ծանոթացնել ձեզ մեր լսարանի հետ։ Եկեք այսօր խոսենք ձեր արտադրության մասին, ինչու հենց մյուսլի։ Առողջ սննդի ոլորտում հնարավոր էր արտադրել չորահացեր, գրանոլա եւ այլ տեսակի պրոդուկտներ։ Կպատմեք մի փոքր։ Շնորհակալություն հարցի համար, Գոհար, իրականում մյուսլին ինձ համար շատ խոր պատմություն ունի եւ շատերն են ինձ հարցնում ինչու մյուսլի Հայաստանում եւ հայկական իրականության մեջ որտեղ մյուսլի հասկացողությունը ներմուծեցինք։ Իրականում մյուսլին ինքը ունի շատ երկար տարիների պատմություն եւ իր ստեղծման սկզբաղբյուրը հենց բժշկությունն է եղել։ Եվ մենք մյուսլիի նկատմամբ այդպիսի հենց վերաբերմունք ունենք եւ դեղագիտական մոտեցում է ցուցաբերվում եւ ընտրում ենք բոլոր այն հատկությունները, որը որ օգտակար են մարդու օրգանիզմի համար եւ առօրյա կյանքում հեշտացնում եւ առողջացնում են մարդուն։ Եվ մյուսլին ստեղծել է դեռ 100 տարի առաջ շվեյցարացի մի բժիշկ, ում պատմությունը ես ուսումնասիրեցի եւ հետաքրքիր էր ինձ հենց մյուսլիի տարատեսակությունը առողջ սննդի ոլորտում։ Ինքը դեռ հայտնի է ամբողջ Եվրոպայով եւ Ամերիկայի տարածաշրջանով եւ բոլորը գրեթե սկսում են մյուսլին հենց առավոտյան օգտագործել, քանի որ նախաճաշը շատ կարեւոր նշանակություն ունի օրվա ընթացքի եւ օրվա էներգիայի համար։ Եվ մյուսլի պատմությունը ընդգերեց իր այդ իմաստալից խորը եւ պատմական էջով եւ ես ուզեցի Հայաստանում նույնպես ստեղծել հայկական մյուսլիներ, որոնք որ նույնպես կլինեն հայկական չրատեսակների օգտագործմամբ եւ հայկական մթերքի օգտագործմամբ հայկական տեսակի մյուսլիների։ Շատ հաճելի է լսել ձեր մասնագիտության մասին երկու խոսք, ինչ կրթություն եք դուք ստացել, երբ եք հասկացել, որ ուզում եք փոխել ձեր ոլորտը։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ երկար տարիներ աշխատել եմ բանկային ոլորտում, առևտրային կազմակերպությունում, որպես ֆինանսիստ եւ մի օր հասկացա, որ բիզնես միտքը կարող է վերածվել իրականության։ Եվ մյուսլի ի սկզբանե պատմությունը երևի թե հենց թղթին հանձնեցի եւ դա երևի այն բիզնես պլանն էր, որը որ ինձ հետաքրքիր էր ներկայացնել տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ եւ ստանալ հետաքրքիր կարծիք արդյոք այսպիսի պրոդուկտը հայկական իրականություն մեջ կարող է իր տեղը գտնել եւ այդ ընթացքում ես բացահայտեցի, որ ոչ միայն ինձ է հետաքրքիր այդ պրոդուկտը եւ այդ բիզնես ուղղությունը, այլ նաեւ շատ այլ կազմակերպություններ են հետաքրքրված այդ ուղղությամբ եւ դա ինձ ոգեշնչման եւ ոգևորության մի աղբյուր էր, որ ինձ թույլ տվեց հավատալ նաեւ սեփական գրած բիզնես պլանին եւ շարունակել գործել։ Բացի այդ, նմանատիպ պրոդուկտները հավելյալ արժեք ստեղծող հնարավորություններ են, այսինքն ունենալ մեր փոքրիկ երկրում գյուղմթերքի վերամշակման նոր ոլորտներ, որտեղ որ հավելյալ արժեք ստեղծի ցանկացած հայկական պրոդուկտին, դա հնարավորություն է եւ մենք դա օգտագործեցինք եւ դա տեսանք։ Մենք տեսանք մի բաց հատված, որը որ պետք է լցնել։ Իհարկե հայկական մյուսլիները իրականության մեջ նորույթ են թվում, չնայած որ իրենք շատ երկար ժամանակահատվածի պատմություն ունեն, բայց գիտակցելով, որ մենք գյուղմթերքի նոր պրոդուկտի շրջանակներում հավելյալ արժեք ստեղծող հնարավորություն ենք տալիս, դա մեզ ոգեշնչեց եւ դա մեզ տալիս է այն միտքը եւ այն հնարավորությունը, որ մենք տեսնում ենք ապագա մեծ զարգացման հնարավորություն։ Շատ հաճելի է դա լսել, նաև շատ ոգեշնչող է մեր լսարանի համար, քանի որ կան նաև սկսնակ գործարարներ, ովքեր որ մեզ հետևում են, իրանց համար նաև կարծում եմ մոտիվացնող է։ Այո, շատ կարծրատիպեր կան հայկական արտադրանքի վերաբերյալ, ինչպիսիք են որակը, գինը, օգտագործված հումքը, արդյոք բախվել եք այդ խնդիրներին եւ ինչ կարծիքներ եք լսել, ինչ կարծիքների եք բախվել ձեր ընկերության մասին։
Իրականում, երբ մենք սկսեցինք մյուսլի արտադրությունը, բնականաբար ուսումնասիրեցինք, թե ինչ հումք ենք օգտագործելու եւ առաջնային ակցենտը իհարկե հայկական ջրատեսակներն էին։ Հայկական ջրատեսակները իրենց որակական հատկություններով եւ քաղցրահամությամբ կարծում եմ շատերին է բացահայտ, որ լավագույն որակներ ունի։ Եվ հայկական ջրատեսակը մեր առաջի պրոդուկտներն էր, որը որ հասկանում ենք, որ մենք արդեն ունենք այնպիսի պրոդուկտ հայկական իրականության մեջ, որը որ բաղկացուցիչ կարևոր մասն է կազմում մյուսլի։ Մնացած տարատեսակությունները ընդեղեններն են եւ սերմատեսակներն են, իհարկե ընտրում ենք ընկերություններ, որոնք որ ապահովում են որակական հատկությունները։ Մյուսլին ինքը խոր վերամշակում չանցնող պրոդուկտ է եւ շատ կարևոր է որակական հատկությունները բոլոր կոմպոնենտների։ Մեր կոմպոնենտները բաղկացած են 5-7 տեսակից, այսինքն այդ բոլոր կոմպոնենտների համադրության արդյունքում ստեղծվում է մյուսլին։ Ցանկացած մի բաղադրիչի ոչ որակյալ լինելը ազդում է մնացած բոլոր բաղադրիչների վրա եւ այդպիսով մեր համար կարեւոր է եւ կարևոր խնդիր է լուծել որակական ճիշտ հատկություններով պրոդուկտների ընտրությունը։ Այսինքն դուք պիտի հետևեք ոչ միայն ձեր արտադրանքի որակին, այլ նաեւ ձեր գործընկերների, ում հետ համատեղ կարելի ասել ստեղծում եք այս պրոդուկտը։ Միանշանակ շատ կարևոր է այս գործընթացի մեջ հենց գործընկերների հետ աշխատանքի process-ը։ Իրականում մեծ համար երևի թե բարդություններից մեկը հենց գտնել ճիշտ գործընկերներ եւ ունենալ այնպիսի մատակարարներ, որոնք որ կապահովեն որակական հատկությունները։ Շատ դեպքեր են եղել, երբ որ մենք գնել ենք եւ ի սկզբանե զգուշացրել ենք, որ մենք ստուգում ենք ամբողջ բաղադրությունները եւ եթե հանկարծ մեզ ինչ որ մի բան դուրս չի գալիս, մենք վերադարձնում ենք։ Ու այդ պայմանին շատերը զարմացած էին մոտենում, ինչպես կարելի է վերադարձնել ինչ որ մի բան, բայց մեր համար դա շատ կարևոր խնդիր էր եւ երբ մենք առաջի օրինակի համար հենց չրատեսակներն էինք ընտրում, թե որ գործընկերոջ հետ պետք է աշխատենք, իրենք ապշած էին, երբ որ մենք հատ-հատ ստուգում էինք բոլոր ջրերը եւ վերադարձ էինք անում, եթե մենք հանկարծ չէինք հավանում որակական հատկությունները։ Իրենց թվում էր թե կատակ էր ինչ որ մենք ասում ենք, բայց իրականությունն էր դա, երբ որ մենք գտնում էինք ինչ որ բան եւ ասում էինք վсё ամբողջ պարտիան վերադարձնում ենք եւ դա մեր երևի թե կարևորագույն քայլն էր, որ մենք պետք է ունենանք հայկական թարմ, քանի որ հայկական մյուսլի ամբողջ իմաստը երևի հենց հայկական ջրատեսակներ եւ թարմությունն էր։ Եթե չունենանք մենք թարմ տեսականի, ապա անիմաստ է դառնում հայկական մյուսլի ստեղծումը եւ մեր համար այդ պատճառով բոլոր կոմպոնենտների արտադրությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Կարևոր է նշել նաև կոլեկտիվ պատասխանատվության զգացումը։ Արդյոք մերօրյա գործարարը ունի այդ պատասխանատվության զգացումը եւ դուք ինչ կարող եք պատմել այդ մասին։ Իրականում, երբ մենք ընտրում ենք գործընկերոջ, մենք այցելում ենք իր արտադրամաս, մատակարարման տարածք եւ այլն, շատ ժամանակ դա էլ է զարմանք առաջացնում շատերի համար, որ ես անձամբ շատ ժամանակ ներկա եմ գտնվում հենց այն process-ին, որը որ տեղի ունենում արտադրական, օրինակ ճրագործության ժամանակ կամ այլ պրոդուկտների ընտրության ժամանակ եւ մեր համար կարեւոր է որտեղից ենք ձեռք բերում, ինչ պայմաններում են դա, որովհետեւ ուղիղ կապ ունի մեր արտադրության որակը մատակարարող ընկերության արտադրման process-ի հետ։ Դրա համար մենք չենք զլանում եւ մեր պատասխանատվության գոտին փորձում ենք նաեւ համոզել եւ կիսել մեր բոլոր գործընկերների հետ եւ ցույց տալ, որ այո, այսպիսի համագործակցության արդյունքում ունենանք բոլորս հետաքրքիր եւ զարգացող բիզնես ուղղություն։ Քանի որ մյուսլի արտադրությունը դա գյուղմթերքի վերամշակման ոլորտ է եւ մեր գյուղմթերքի ցանկացած ոլորտի զարգացում ուղիղ կապ ունի մնացած պրոդուկտների զարգացման հետ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ չօգտագործել հայկական գյուղմթերքը։ Դրա համար մեր համար շատ կարեւոր է գյուղմթերքի վերամշակման նոր ոլորտ զարգացնել, ունենալ միջազգային ճանաչում ունեցող պրոդուկտ, որը որ իր տեսակով կարա լինի ներկայացություն կամ ներկայացնել աշխարհով մեկ, որ կա նաև հայկական մյուսլի։ Քանի որ եթե Հայաստանում ասում ես մյուսլի, շատերը հարցնում են ինչ, եվրոպական բոլոր երկրներում երբ որ ասում ես մյուսլի, դա ասում են իհարկե մյուսլի, բայց դա նշանակում է, որ դա մեզ հնարավորություն է տալիս հայկական պրոդուկտը շատ ճանաչելի լինել նաև դրսում։
մի քանի տարի առաջ ձեր ընկերությունը Հայ գործարարների ասոցիացիայի աջակցությամբ ներդրումներ է ներգրավել։ Կպատմեք ինչքանով եւ ինչպես են այդ ներդրումները օգնել ձեր բիզնեսի զարգացմանը։ Ինչպես ասացի, մենք բիզնես պլանով ենք սկսել մեր գործունեությունը, այսինքն ի սկզբանե գծված եւ հաշվարկված էր, թե ինչ ապագա պետք է ունենա այս գործունեությունը եւ այս արտադրական հզորությունները։ Եվ ներգրավել միջոցներ դա կարևորագույն խնդիրներից էր, այսինքն ունենալ միտք եւ զարգացնել, ունենալ ներգրավված ներդրումներ, դա կարևոր խնդիրներից էր, որը ես իմ առջև դրել էի։ Եվ Հայ գործարարների ասոցիացիայի հետ համատեղ այս ծրագիրը մեր համար շատ կարևոր քայլ էր։ Ունենալ ներգրավված միջոցներ, դա հնարավորություն է, որը որ թույլ է տալիս ավելի արագ քայլերով զարգացնել բիզնեսը եւ լինել շահառուտ նմանատիպ ծրագրի մեծ պատասխանատվություն է եւ հետաքրքիր ապագա է մեզ դրանով սպասում։ Ուրախ ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի համար Հայ գործարարների ասոցիացիան դիտարկվում է որպես երկարաժամկետ գործընկեր, նաեւ շատ հաճելի է տեսնել արտերկրում ձեր ներկայացվածությունը։ Գիտեմ, որ Morning Muesli-ն Հայաստանից զատ ներկայացված է արտերկրում։ Մի փոքր եկեք խոսենք այդ մասին։ Այո, Գոհար ջան, այս տարի մենք մասնակցեցինք նաև Դուբայում կայացած Gulfood միջազգային էքսպոին, որտեղ որ հայկական մյուսլիները ներկայացնում էինք համաշխարհային շուկայում, որտեղ բավականին մեծ հետաքրքրվածություն ենք նկատել մյուսլիների նկատմամբ եւ դա ուրախացնող փաստ է։ Դա նշանակում է այն ապագան, որը որ մենք գծել ենք, մոտիկանում է եւ գնում է դեպի առաջ։ Նկատել ենք, որ վերջերս նաև փաթեթավորումն եք փոխել մյուսլիների, խնդրում եմ ասեք, թե ոնց եկաք այդ որոշման եւ արդյոք փոփոխությունը նպաստեց ավելի մեծ վաճառքների։ Փաթեթավորման փոփոխությունը շուկայի պահանջարկից էր գալիս։ Մեզ անհրաժեշտ էր համապատասխանել նաև շուկայում առկա տեսականու շրջանակներում եւ զի փաթեթավորումները ավելի ընդունված փաթեթավորման տեսակներ են, քան տուբը շեյքերները, որոնք որ այս տեսականիներն են, եւ իհարկե ավելի փոքր չափաբաժին է եւ ավելի ճիշտ ներկայացված դիզայնը ավելի մեծ պահանջարկ առաջացրեց եւ մենք շատ հետեւողական մեր պահանջարկին հետևում ենք եւ ուրախալի է, որ ծիրանաչրով եւ սալորաչրով տեսականին, որը որ հենց բնորոշ է հայկական մյուսլիներին, ամենաշատ պահանջարկը ունի այսօր։ Տեսնում ենք, որ գործարանը բավականին հագեցված է նոր տեխնիկայով, ինչպես եք ապահովում զբաղվածությունը, խոսենք այդ մասին։ Շատ լավ հարց եք տալիս, Գոհար ջան, քանի որ արտադրողները ի սկզբանե կարծում եմ կարող են եւ պետք է մտածեն այդ ուղղությամբ, որ ոչ միայն սեփական բրենդի արտադրությամբ կարող են զբաղվել, այլ նաեւ white label արտադրությունը կարող է Հայաստանում զարգացող լինի եւ մենք իհարկե օգտվել ենք այդ հնարավորությունից եւ ունենք այդպիսի գործընկեր, ում համար մենք մյուսլի բատոնչիկներ ենք արտադրում իրենց բրենդով եւ դա ես դիտարկում եմ շատ ճիշտ եւ շատ տեղին օգտագործել արտադրական հզորությունները նոր հասույթներ ձևավորելու համար։ Դա պետք է կարծում եմ օգտագործել եւ դա ճիշտ է։ Մագդա, կկիսվեք, խնդրում եմ նաև ձեր ապագա պլաններից, ինչ ռազմավարական զարգացումներ են սպասվում ձեր ընկերությանը։ Այո, իհարկե, Գոհար ջան, ես նախատեսում եմ, որ մենք չենք շեղվելու առողջ սննդի ոլորտից, միևնույն է մեր բոլոր տեսականի վերաբերվելու են առողջ սննդին, եւ դա լինելու են ինչպես մյուսլի բատոնչիկների նոր տեսականին, նոր մյուսլիների տեսականին, նոր չորահացերի տեսականին, բուսական կաթերի զարգացման, այսինքն մենք բազմաթիվ պլաններ ունենք, գուցե ես փակագծերը շատ չբացեմ, բայց իրականում չշեղվելով առողջ սննդի ոլորտից, կարծում եմ մեր տեսականին դինելու է դեռ հագեցված ապագա 1-2 տարվա ընթացքում մենք ունենք պլաններ, ինչ պետք է իրագործենք։ Մագդա, դուք ձեր օրինակով ապացուցում եք, որ Հայաստանում ոչ միայն հնարավոր է բիզնես հիմնել, այլ նաև լինել նոր ոլորտի ստեղծման ակունքում։ Շնորհավորում ենք ձեզ, նաև շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, նորանոր հաջողություններ ենք մաղթում ձեզ։
Ես եմ շնորհակալ Գոհար ջան, քանի որ դուք հնարավորություն եք տալիս նոր հայկական բիզնեսների բացահայտում իրականացնել, հնարավորություն եք տալիս իրենց զարգացման ճանապարհը ավելի հարթել եւ դա այն հնարավորությունն է, որը մենք այսօր կարողացանք իրականացնել համատեղ։ Շնորհակալ եմ ձեզ նմանատիպ հնարավորության համար։